Սաղաթելյան, դուք սպասում եք, որ իրենք փողոցային պայքար սկսեն միանալ, ինչ չեք քննարկել այն տարբերակը, որ միասին դա նախաձեռնեք, այսինքն միասին փողոց դուրս գաք, ոչ թե սպասեք իրենք սկսեն։ Ես ընդհակառակը ասացի, որ մենք պատրաստ ենք։ Ես կարծում եմ, մեր այս անցած ճանապարհը որևէ մեկին ինչ-որ կասկածի տեղ չենք տվել, նաև միշտ նախաձեռնություններ առաջնահերթ ցուցաբերելով։ Մենք ուզեցել ենք հասկանալ ծրագիրը ինչ ծրագրով ենք գնում։ Ու մենք ասել ենք նաև, որ այս բեռը ձեր վրա չենք թողելու։ Պատրաստ ենք փողոցային պայքարի։ Պայքարել ենք, պայքարում ենք եւ պայքարելու ենք։ Այստեղ որևէ բան չկա կարծում։ Պարոն Սաղաթելյան, ուղղակի ձեզ ներկայացրեցին ես ծրագիրը, օրինակ մեզ համար փակագծեր չեն բացում, ընդհանուր գիտենք։ Իրենց ծրագիրը ձեզ մոտ ծրագրին ծանոթանալով, բանակցելով դրա շուրջ հավանականություն կա, որ այդ գործը կհաջողվի։ Ճիշտ, ես ունեմ իմ կարծիքը դրա հետ կապված եւ իմ գործընկերներին փոխանցել եմ, բայց դա նպատակարար չեմ գտնում հիմա հանրային կերպով ասելու։ Այսքան։ Պարոն Սաղաթելյան, պայքար սկսելու ժամկետներ հիմա կան։ Դա պետք է հարցնեք մեր գործընկերներին։ Ձեր համար էլ է անորոշ, դրա համար չեք ուզում հենց հիմա տակեց ստորագրությունները, ասում եք սկսեք պայքարել, մենք էլ զուգահեռ Սկսեք չէ, սկսենք, պատրաստ ենք օժանդակել, պատրաստ ենք եւ այլ, ասել ենք իրենք ինչպես արձագանքեցին, չասացին շատ լավ, օրինակ։ Իրենք կարևորեցին, որ լավ կլինի այս պայն մի բլանկի վրա ունենանք 34-ը, մենք բացատրեցինք մեր գործընկերներին, շատ նորմալ խոսել ենք, հասկացել ենք, ես այս պայն որևէ խնդիր չեմ տեսնում, կարծում եմ իրենց տեսակետը մեր համար է շատ հստակ, մերը իրենց համար է հստակ, գուցե որոշ տեսակետներ ինչը ցավը կանեմ, իրենք ասում են այս պահի դրությամբ գործընթացը մեկնարկել։ Հիմա որ 5 րոպե հետո ես էլ իմ էջին դնեմ 28, հետո տուն-տունիկ ենք խաղում։ Համաձայնության դրա շուրջ, Ինչի շուրջ։ այո, երբ որ միասին կսկսենք։ Մեկ անգամ եւս հստակ ասում եմ, խմբակցությունը պաշտոնապես ասում է, 28 ստորագրությունը պատրաստ է, դրված է, երբ որ գործընթացը սկսվի, այդ գործընթացը ենթադրում է երկուղությամբ աշխատանք։ Այդ ստորագրությունները կան։ Պատիվ ունեմը ցանկացած մեկի հետ բանակցելուց կամ իր հայտարարությունների մեջ կարող ասի, որ այդ 28-ը կա։ Իսկ փողոցային պայքարի Հիմա ես ասում եմ, փողոցային պայքարի միշտ կա, ինչի չկա, ով ասում։ Հաջողելու շանսեր Ձեր կան։ այս բանակցությունները այս անգամ ինչպես կգնահատեք, արդյունք տվեցին, այսպես ասած, անպտուղ են, թե իսկապես արդյունք կա։ Ինչպես մենք ներկայացնենք ձեր բանակցությունները, ինչով ավարտվեցին։ Ոնց որ հանգուցալուծման չեք եկել։ Տեսեք, աշխատանքային process-ը շարունակվում է։ Կտեսնենք ինչ զարգացումներ կլինի, որևէ մեկը չի կարող կանխատեսել առաջիկա օրերին մեր երկրին, ինչ մարտահրավերներ են սպասում, եկեղեցու դեմս արշավ ինչ ծավալների կհասնի, անվտանգային ինչ խնդիրներ կունենանք, ներքաղաքական ինչ process-ներ են տեղի ունենալու։ Մենք բնականաբար այդ հաշվարկների մեր աշխատանքները կազմակերպելու մեջ ենք։ Մենք ամեն օր աշխատում ենք մեր քաղաքացիների հետ, տարածքներում ուժեղացնում ենք մեր կազմակերպությունները, շատ հստակ այդ մասին հայտարարել ենք։ Այո, մենք պատրաստվում ենք ամեն գնով այս իշխանություններին հեռացնելու։ Բայց այսօր բանակցություններով որևէ համաձայնության չեք եկել։ Ես չգիտեմ դուք ինչ ակնկալիք ունեիք այսօրվա հանդիպումից, այսքան sense որ բան եղավ, արդեն չկրկնվեմ, իրենք մեր ընկերները ներկայացրել են իրենց տեսակետները, մենք մերը եւ ասել ենք էս կա։ Այդպես ավարտվել է։ իսկ քաղաքացիական Հիմա չգիտեմ, դուք անդադ ուզում եք ինչ-որ գնահատական տակ, ես ասում եմ վերջը եղել է նորից սկզբից կրկնում։ Ինչով ավարտվեցին ձեր բանակցությունները։ Ինչ որ հայտարարեց պարոն Մամիջանյանը ու ինչ որ ես Հայաստան խմբակցությունը պատրաստ է եւ արդեն ունի 28 ստորագրությունը, երբ որ գործընթացը մեկնարկի այդ ստորագրությունները տրված են, ցանկացած բանակցության սեղանի շուրջ կարող են վստահաբար հայտարարել, որ այդ 28-ը ունենք եւ սլակներ ուղղեն այն падգամավորների վրա հատկապես նախ երկուսը ապահովելու ու կենտրոնանանք ԿՊ-ի վրա, փողոցային պայքարում ասել ենք, որ մենք պատրաստ ենք ամբողջական աջակցություն ցուցաբերել, ծրագիրը հասկանալով, տիրապետելով դետալներին, ով ինչ ոնց մեր առանցքային մասնակցությունը ունենանք, բայց
Պրոցեսը ունի քաղաքական պատասխանատու ուժ։ Հիմա դուք ինձ հարցեր եք տալի, որ պետքա տակ ոչ թե ինձ, Ծրագիրը ձեզ բավարարում է, պարոն Սաղաթելյան, այս անգամ հաջողելու եք, թե նախորդների պես էլի այսպես նույն կետում մնալու եք։ Ես ստեղ այդ հարցին թող պատասխանեն մեր ընկերները։ Ես մի շարք հարցեր ունեմ, ես մշտապես հավատացել եմ եւ հավատում եմ փողոցային պայքարին։ Ռեսուրս կա, մարդկանց տրամադրություն կա, բայց այդտեղ կան նաեւ բազմաթիվ հարցեր, որոնք պետք է ունենան իրենց ամբողջական պատասխանը։ Ես չեմ կարծում, որ այս հանդիպումով ամեն ինչ ավարտվել է, դեռ կշարունակվի։